Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, ներկայացնեմ նաև ըստ էության զինված ուժերում վիճակագրական տվյալներ ներկայացնեմ մահվան դեպքերի հետ կապված։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք 40 անձի վերաբերյալ։ 2023 թվականին այդ թիվը եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ, այսինքն ունենք դեպքերի նվազում։ Նշված դեպքերով նախաձեռնվել է 35 քրեական վարույթ, դրանցից 5-ը 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ, 7-ը 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման վերաբերյալ, 1-ը դժբախտ պատահարի վերաբերյալ դեպքեր են, 7-ը 7 անձի հիվանդությունների վերաբերյալ դեպքեր են։ Մահացած 40 անձանցից 4-ը սպա է եղել, 12-ը պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը պայմանագրային զինծառայող, 1-ը պահեստազորային, 6-ը աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ։ 35 վարույթից 5-ն ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով, 2-ը միացվել է 1 վարույթում, իսկ 16-ը փոխանցվել է 2025 թվական։ Վերլուծելով 2024 թվականի ընթացքում արձանագրված մահվան ելքով դեպքերը հարկ է արձանագրել, որ նախորդ տարվա գրեթե հավասար դեպքերի պայմաններում 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է մահացած անձանց թիվը։ 2024 թվականի 40 անձի վերաբերյալ արձանագրված մահվան 35 դեպքերից ես արդեն նշեցի 2023 թվականի ընթացքում 59 անձ էր մահացել, միայն 19-ն է կապված եղել զինվորական ծառայության հետ, 2023 թվականին 32 դեպք է եղել 54 անձանց վերաբերյալ, այսինքն դեպքերը նվազել են 13-ով կամ 40.6%-ով, իսկ անձերի քանակի 30-ով կամ 55.5%-ով։ Մնացած 16 դեպքերը կապված չեն եղել զինվորական ծառայության հետ։ Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 311 քրեական վարույթից 300 նախաձեռնել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 7-ն ստացվել է այլ մարմիններից։ 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 78 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 163-ը կարճվել է, որից 67-ը ռեաբիլիտացնող, 96-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված 60 քրեական վարույթից 11-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը ավազակության, 10-ը գողության, 1-ը շորթման, 1-ը խուլիգանության, 4-ը թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 26-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ 127 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չառուցելու կամ դադարեցնելու մասին։ Քննված վարույթներով ձերբակալվել է 69 անչափահաս, որից 58-ն ազատվել է արգելանքից, 11 անչափահասի նկատմամբ խափան միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան, որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը մասնակի։ Տնային կալանք կիրառելու 1 միջնորդություն է ներկայացվել այս վարույթներով, որը բավարարվել է, իսկ 2 դեպքում դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք, խափան միջոց կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու, միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում։ Ներկայացնեմ նաև որոշակի վիճակագրական տվյալներ արդեն անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 2024 թվականի ընթացքում կոմիտեում վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1476 քրեական վարույթ, որից 520-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 956-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 956 քրեական վարույթից 919-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 2-ը անջատված մաս է եղել, 27-ը ստացվել է այլ մարմիններից։ 1476 քրեական վարույթից 115-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ 128 անձի վերաբերյալ։ 2 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով եւ ուղարկվել դատարան։ 558 քրեական վարույթ կարճվել է, 479-ը ռեաբիլիտացնող, 79-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 20 վարույթ փոխանցվել է, ուղարկվել է այլ մարմին, 59-ը միացվել է, 442 ակտիվ քրեական վարույթ փոխանցվել է արդեն այս տարի 2025 թվական։ Դատարան ուղարկված 115 վարույթից 1-ը քննվել է սպանության, 8-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 1-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 27-ը ֆիզիկական ներգործության, 30-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 39-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։
Դատան ուղարկված վարույթներից 138 տուժողից 58-ը եղել են մինչև 12 տարեկան, 24-ը 12-ից 14 տարեկան, 28-ը 14-ից 16, 28-ը 16-ից 18 տարեկան։ Կարճված 552 վարույթից 3-ը քննվել է սպանության, 8-ը ինքնասպանության հասնելու, 10-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 26-ը առողջության միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը մարդուն առևանգելու, 1 ազատությունից ապօրինի զրկելու, 105-ը ֆիզիկական դերգործության, 17-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը երեխայի պոռնոկության կամ պոռնոկագրական բնույթի նյութեր կամ առարկաներից պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը երեխային հակահասարակական գործողություններ կատարելու ներգրավելու, 3-ը ծնողներից կամ այլ անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, 4-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 51-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ չկատարելու, 13-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, իսկ 305-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Կարճված 609 տուժողից 225-ը եղել են մինչև 12, 117-ը 12-ից 14, 130-ը 14-ից 16, 137-ը 16-ից 18 տարեկան։ Ներկայացնեմ նաև որոշակի վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների դեպքերով հակիրճ 2024 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 1548-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 1548 քրեական վարույթից 1510-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 5-ը անջատված մաս է, 24-ը ստացվել է այլ մարմիններից, 1 քրեական վարույթով կայացվել է քրեական վարույթով բժշկական հարկադրանքի վարույթ փոխակերպելու մասին որոշում, 405 քրեական վարույթ 416 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւս 4 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով, 735 քրեական վարույթ կարճվել է, որից 663-ը ռեաբիլիտացնող, իսկ 72-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել է սպանության, 3-ը սպանության փորձի, 6-ը առողջության ծանր վնաս պատճառելու, 18-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը առողջության թեթև վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 2 ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը ֆիզիկական դերգործության, 7-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը այլ հանցագործությունների դեպքերով։ Դատարան ուղարկված վարույթներով 416 մեղադրյալից 300-ը հանդիսացել են կին կամ ամուսին, 24-ը զուգընկեր, 43-ը ծնող տատ կամ պապ, 16-ը քույր կամ եղբայր, 33-ը զավակ կամ թոռ։ Դատարան ուղարկված վարույթներից 443 տուժողից 21-ը եղել են մինչև 12, 9-ը 12-ից 14, 14-ը 14-ից 18 տարեկան, 399-ը 18-ից բարձր տարիքի։ Հարգելի գործընկերներ, ժամանակի սղության պատճառով ես նաև հաղորդման մեջ անդրադարձ էի կատարել նաև քննչական կոմիտեի կողմից վարած կադրային քաղաքականությանը, քննչական կոմիտեի կարգապահական վարույթներով ըստ էության կարգապահական պատասխանատվության ենթարկված քննիչների վերաբերյալ թվային տվյալներ են ներկայացրել են նաև իրավաբանական վարչության կողմից կատարված եւ միջազգային հարցումներով կատարած աշխատանքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնք ըստ էության ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել, սակայն ընթացս պատրաստ եմ նաև պատասխանել ձեր հարցերին, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։